Ողջույն ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տառու կանխատեսումը ցուլ նշանի համար։ Հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձությունները կասեմ, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում։ Եթե ձեզ հետաքրքրում է անձնական կոնսուլտացիա, անհատական տառու կանխատեսում կամ հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ գայթակղություններով, փորձեք զերծ մնալ այդ գայթակղություններից, ինչ է դա նշանակում, գուցե մեքենայում արագության ավելացում, չարաշահում, ալկոհոլի չարաշահում, ծխախոտի կամ ինչ-որ ապրելակերպի, առողջ ապրելակերպի օրինակ չարաշահում, ալկոհոլի, յուղոտ սնունդի, ինչ-որ նման ինչ-որ իրավիճակներ կարող են լինել, կամ ուղղակի իրավիճակներ կարող են ստեղծվել ամսվա ընթացքում, որտեղ ձեզ կհրահրեն, որպեսզի կռվի դրդեն, բայց փորձեք այդ ամենից զերծ մնալ։ Ինչպես նաև զգույշ եղեք, որ վատ սովորություններ ձեռք չբերեք, քանի որ դրանք երկար կմնան ձեր կյանքում։ Այնուհետև հաջորդ քարտը ձեզ հիանալի քարտ է դուրս եկել, սա բախտի անիվն է, այսինքն ինչ որտեղ ձեր բախտը կբերի։ Թե որ ոլորտում կլինի եւ ինչ ձևով, ամեն մեկը մի ձև կզգա, բայց որ ինչ որ հարցում բախտը կբերի ձեր, դա հաստատ։ Իմիջիայլոց այստեղ նշեմ, որ նախորդ քարտը մեզ ասում է նաեւ ազարտային խաղերի մասին։ Համենայն դեպս, եթե ցանկանաք խաղալ, ուղղակի այդպես պահին մի տրվեք, որովհետեւ հաջորդ քարտը ասում է մեզ հաղթանակի մասին, այնպես որ հնարավոր է ինչ որ հաղթանակ լինի, բայց խնդրում եմ, եթե խաղում եք, ազարտին չտրվեք, եթե հաղթանակ գրանցեցիք, այլևս մի շարունակեք դա խաղալ։ Այս քարտը կարող է ասել նաև ճանապարհ գնալու կամ տրանսպորտային միջոց ձեռք բերելու մասին։ Գուցե ինչ-որ իրավիճակ կար ձեր կյանքում, որը ձեզ համար անլուծելի էր, չգիտեիք ինչպես դուրս գալ այդտեղից, վերջին պահին ամեն ինչ այնպես կփոխվի, իրերը այնպես կդասավորվեն, որ ի օգուտ ձեզ կլինի կամ որևէ հարցում օգուտով դուրս կգաք։ Այս ամսվա ընթացքում շատ կլինեն անհանգստությունները, գուցե անքնություն լինի, գլխացավեր լինեն, կարծես ինչ-որ հարց ձեզ անընդհատ կտանջի։ Առաջարկ է ձեզ սպասվում, հրավեր կամ առաջարկ, կարող է լինել աշխատանքի առաջարկ, գործնական ինչ-որ առաջարկ կամ առաջարկություն, ընկերություն անելու, շփում, նոր ռոմանտիկ ծանոթություն, հարաբերություններ, ինչ-որ նման հարցեր կարող են լինել։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի շատ ծանրաբեռնված, աշխատանքը շատ կլինի, այնպես որ փորձեք նաև աշխատանքից բացի ժամանակին հանգստանալ։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 13-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս ժամանակահատվածում կունենաք նոր պլաններ, ինչ-որ նորություն, պարզություն կարող է մտնել ձեր երեխայի կյանք, նրա հետ կապված ինչ-որ բան կիմանաք, հնարավոր է։ Եվ նորալուսինը կլինի ամսի 27-ին, այս օրը մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այս նորալուսինը սիրելի ցուրեր հենց ձեր առաջին տանն է լինելու։ Այստեղ ինչ-որ նոր բան է ձեզ սպասվում, գուցե նոր գործ, նոր հարաբերություններ, ինչ-որ նոր բան, կապված որևէ տղամարդու հետ, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է առյուծ, խոյ կամ աղեղնավոր։ Այս տղամարդու հետ ինչ-որ նոր բան կլինի, գուցե նրա մասին նորություն իմանաք, գուցե նոր գործ սկսեք նրա հետ, նոր հարաբերություն, նոր ընկերություն եւ այլն, նոր գոլեգա գուցե ունենաք, կամ կարող է այս տղամարդը լինի ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, նրա հետ կապված լինի այդ նորությունը կամ ինչ-որ նոր գործը։ Այսքանը, սիրելի ընկերներ, սիրելի ցուլեր, կապված ապրիլ ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։